Ջրի արտահոսքի հետքերով բազման բնակարան շենքը առաջարկում ենք վերևից են ունեցում կաթոսներ, այս պահին տեխնովիզորը ցույց չի տալի ոչինչ, բարձրանք հասկանանք։ Ընդ որում կոյուղու կամ սալիկի անհերմետիկությունը։ Երկրորդ հարգում եմ, ուրեմն ստեղ մի քիչ ձևափոխություններ են արել, այսինքն նոր պատուն են ավելացել, բայց ամեն դեպքում ուզում եմ որ տեսնեք, թե ինչ մակարդակի է գերխոնավ։ Գրեթե 1.5 մետր այս խոնավությունը հատակի տեկից բարձրացել է վերև սալիկների անհերմետիկություն, ավելի ճիշտ կլինի ասել, հեսա հասկանալի։ Ինչ նորից իջանք ներքևի հարկ, այսինքն ցույց եմ տալիս տեխնովիզորով ինքը ոնց է հոսում, այդ կապույտ հոսքը վերևից է, այսինքն այնտեղ ճիշտն ասած սալիկները շատ անմխիթար վիճակում էին, միկրոճաքերը շատ, մի խոսքով տենց չասեմ կապիտալ, բայց մասամբ խիստ վերանորոգման կարիք ուներ վերևի հարկի բաղնիքը։ Այսը ջրի հոսքն է, որը չկար ուղղակի միտացիային կարևոր մի հոգի լողանում է, ջուրը պահել ենք պատերին ու մեր մոտ այսպես հոսեց։ Դե ինչ, այս բաղնիքում, այսինքն այսպիսի սալիկների անհերմետիկություն, մասամբ դատարկա, միկրոճաքեր կան զարծիրկաների մեջ, պադոնի տակ հերմետիկ չի, այսինքն սալիկը հերմետիկ չի, խողովակը կոյուղու եւ առհասարակ ջրամատակարարման ու ջեռոսման անցքով բաց է, այսինքն լողանալուց այդ անհերմետիկ կարերից իջնում է հարևանի տուն։ Ես ստեղ ուղղակի պատերն եմ ջրել, այսինքն պահել եմ ջուրը պատերի վրա։ Մոտավորապես մի 3-ից 5 րոպե։ Ու ներքևը ստացել ենք այդպիսի հոս։